Իհարկե կարող են լինել թույլ երկրաշարժեր եւ Աստված տա, որ Հայաստանի լեռնաշխարհի երկրակեղևը աստիճանաբար լիցքաթափվի ավելի թույլ, ասենք, երկրաշարժերի միջոցով, որպեսզի չկրկնվի սպիտակի աղետը, բայց բոլոր դեպքերում մենք պետք է պատրաստ լինենք ապագա ուժեղ երկրաշարժերին։ Խորհրդային արտադրության գործնականում բոլոր շենքերը թույլ են եւ ամրացման կարիք ունեն։ Միքայել Մելքումյանն աշխատում է սեյսմամեկուսացման տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Այն ենթադրում է շենքի անջատումը երկրակեղևի տատանումներից, ասել է, թե շենքը անջատվում է հիմքից եւ դրանց միջև տեղադրվում են սեյսմամեկուսիչներ, որոնք ռետինամետաղական կառուցվածքներ են։ Սեյսմամեկուսացման տեխնոլոգիան այսօր ճանաչված է աշխարհում որպես լավագույն տեխնոլոգիա։ Այդ կառուցվածքը հնարավորություն է տալիս որպեսի սեյսմամեկուսիչը կրի մեծ վերտիկալ բեռ, որ գալիս է շենքից, շենքի քաշը, եւ դրա հետ մեկտեղ նա հորիզոնական ուղղությամբ բավականին ճկուն է եւ կարողանում է այդ ճկունության հաշվին նվազեցնել շենքի վրա ազդող սեյսմիկ ուժերը։ Սեյսմավտանգ բոլոր երկրներում օգտագործվում են սեյսմամեկուսացման տեխնոլոգիաներ ամրացնելու արդեն գոյություն ունեցող շենքերը, սակայն դա արվում է դատարկ շենքերի հիմքում։ Սեյսմամեկուսացման այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ամրացնել շենքն առանց դադարեցնելու դրա շահագործումը։ Ինչ վերաբերում է նորակառույցներին, այստեղ էլ սեյսմիկ անվտանգության առումով խոցելի խնդիրներ կան։ Միքայել Մելքումյանը ցավով է արձանագրում, որ այսօր կան բազմաթիվ նախագծային եւ փորձաքննություն իրականացնող կազմակերպություններ, որոնք այնքան էլ չեն կարևորում սեյսմակայունության խնդիրները։ Հակված չեմ ասել, որ բոլորը վատ են, բայց մենք պետք է շատ խիստ հետևենք շինարարության որակին, շատ խիստ հետևենք փորձաքննությանը, նախագծման process-ին։ Հասկանում եք, ես միշտ ասում եմ, որ իմ կարգախոսը այն է, որ մասնագիտական, որ անհնարին ոչինչ չկա, բայց պետք է կատարել գրագետ, ճիշտ հաշվարկով եւ ճիշտ կառուցված շենքեր։ Սա է նպատակը մեր, որպեսզի ապագայում ոչ մի բան չպատահի։ Այս ամենին զուգահեռ պետք է արձանագրել նաև, որ շատ նորակառույցներ այսօր արդեն հիմքը գցում են սեյսմակայուն շինարարության նորմերին համապատասխան։ Մեկ նկատառում եւս մասնագետները վկայում են, որ սեյսմակայուն շինարարության նորմերի առումով ամենավատ նորակառույցն անգամ ավելի հուսալի է, քան խորհրդային ժառանգության շենքը, որովհետև ամեն դեպքում կիրառվում են սեյսմակայունության չափորոշիչներ։ Մասնագետները չափազանց կարևորում են կառուցապատողի հեղինակային ու տեխնիկական հսկողության հարցը, որը նորանոր աղետներից խուսափելու պատասխանատվության ցույց է։ Լիանա Կարապետյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։ Դեկտեմբերի 7-ի խորհուրդը նաև խորհրդարանի աշխատակարգում էր փոփոխություն մտցրել։ Օրենսդիր գործունեությանն անցնելուց առաջ ազգային ժողովի նախագահը լրության րոպե հայտարարեց հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ողբերգության վերքերը բուժելու համար ժամանակն անելիքներ ունի, պետությունն էլ չի թույլատնի ջանքերը ուղղված աղետի հետևանքների ամբողջական վերացմանը։ Մեր նվագություն ենք այգի բոլոր զոհվածների հանրացածների ու բարեկամների եւ ստայցնում, որ պետությունն ամեն ինչ անելու է, ինչեւ կրկնելու նրանց բոլոր խնդիրները, որովհետեւ պետությունն հենվում է նաեւ իր քաղաքացիների հույսի, հավատի ու վստահության վրա։ Կառավարության նախագծերից падգամավորների ուշադրությանն արժանացած գլխավոր հարցը միջազգային պայմանագրերի մասին օրինագիծն էր։ Միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կազմավորման հետ մեր երկիրն իր պայմանագրային հարաբերությունները կկարգավորի օրինական ձևով։ Նպատակ է հետապնդում ավելի հստակ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրային հիմքերով կարգավորելու համար։ Եզրակացության մեջ գլխադասային հանձնաժողովը հաշվի է առել հիմնականում օրենքի փոփոխության ենթատեքստը, որն առնչվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերություններին։ Օրինագիծը հնարավորություն կտա անհրաժեշտ դեպքերում հայկական երկրորդ հանրապետության հետ կիսագաղտնի պայմանագրեր չկնքել, այլ վավերացնել դրանք ազգային ժողովում։ Արցախի ճանաչման որպես միջանկյալ քայլ դաշնակցությունն առաջարկում է ռազմաքաղաքական դաշինք կնքել Լեռնային Ղարաբաղի հետ, որն ըստ Ռուստամյանի առաջ կմղի Ղարաբաղի միջազգայինորեն ճանաչման գործընթացը։ Դաշինքի խնդիրը, որ մենք բարձրացնում ենք ռազմաքաղաքական դաշինքի, դե յուրե չճանաչելով այդ հարցն է գրեթե լուծում, բայց դե ֆակտո ըստ էության ձևավորում է մի դաշտ, որտեղ, ինչպես ես հստակ ասացի, Հայաստանի Հանրապետության երաշխավորի կարգավիճակն է ֆիքսում։ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն արկախելու վերաբերյալ իշխանության փաստարկներն Արմեն Ռուստամյանը տեղին է համարում, ընդգծելով, որ Ադրբեջանն իսկապես կօգտագործի իր ցանկալի սցենարը զարգացնելու բանակցային գործընթացին խոչընդոտելու նպատակով։
Պայմանագրերի կնքումը խոցելի չի դարձնի հայկական կողմերի դիրքերը, ընդհանրապես Հայաստանի եւ Ղարաբաղի հստակ է, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր ագրեսիան շարունակում է եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը անվտանգության երաշխավորման կարիք ունի։ Փոփոխությունը լայն դաշտ է բացում հայկական կողմերի իրավունքներն ավելի լիարժեք պաշտպանելու համար, կա ադրբեջանա-թուրքական տանդեմին Հայաստան-Արցախ տանդեմ հակադրելու անհրաժեշտությունը, որն էլ ըստ Ռուստամյանի թերևս բավարար է, որ ազգային ժողովը վավերացնի օրինագիծը։ Մայա Խաչատրյան, Հարություն Վարդանյան, Հայլուր։ Ազգային ժողովի падգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Խաչատրյանն այսօր անդրադարձել են Աստանայի գագաթնաժողովի արդյունքներին ու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հանրապետական падգամավորը կարևորել են նախագահ Սարգսյանի ելույթը Աստանայում, նշելով, որ միջնորդները դրսևորել են միակարծություն եւ միասնականություն բանակցային սկզբունքների առումով եւ բացառել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը։ Վարդան Խաչատրյանը ԵԱՀԿ գագաթնաժողովից սպասելիքներ Ղարաբաղի հարցում չի ունեցել։ Ընդդիմադիր падգամավորը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի խոսքը, նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի ելույթի այն միակողմանի չէր։ Ազգային ժողովի падգամավորներն անդրադարձել են նաև ներքաղաքական կյանքին։ Կարծում եմ, որ կոալիցիոն կուսակցությունների շրջանակներում որևէ տարաձայնություններ չկան։ Կոալիցիոն դաշնակցի շրջանակներում կոալիցիոն կուսակցությունները իրենց քաղաքականությունը տանում են, իսկ ներքաղաքական մրցակցություն կուսակցությունների մեջ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր մոտ կան եւ կլինեն։ Ընդդիմադիր թեւում զարգացումները ընթանում են, որքանով որ ես եմ տեղյակ, ասենք այդ զարգացումները հնարավոր է բերեն որոշակի ինչ որ միավորումների, վերամիավորումների, քաղաքական դաշտի այդ հատվածի որոշակի դասավորումների ու վերադասավորումների, որի էֆեկտիվությունն էլ կերևա ասենք ընտրապայքարում։ Հայ-ֆրանսիական բարեկամության նոր խումբ է ստեղծվել Ֆրանսիայում, Իլ-դե-Ֆրանս-Փարիզյան շրջանի շրջանային խորհրդում 4 տասնյակից ավելի ընտրյալներ միավորվել են հօգուտ Հայաստանի հետ համագործակցության զարգացման։ Նախաձեռնության հեղինակը Իլ-դե-Ֆրանսի